հայ վարդապետների մեջ առաջինը համարվող արևելյան վարդապետների թիվ 1 վարդապետը, ավագ վարդապետը հանդիսացող Մխիթար Գոշը, որ հիմնել է այս վանքը եւ այստեղ գործունեություն ծավալել, եղել է մինչեւ Զաքարե Զաքարյանի մահը նրա խոստովանահայրը եւ գլխավոր խորհրդականը։ Եվ ահա այստեղ տեսնում ենք, որ Մխիթար Գոշի գաղափարները, նրա նույնիսկ առակներում տեղ գտած պատումները, որոնք միշտ մեկնաբանում են որպես պարզապես ինչ-որ ժողովրդական իմաստության գաղափարներ, դրանք հստակ հղկվել են թագավորական միջավայրում կիրառելի դարձնելու համար, այսինքն որ Հայաստանում լինի նորից թագավորություն եւ այդ գաղափարները նաեւ բարոյական էթիկետ սահմանեն սովորական ժողովրդի համար հասկանալի լեզվով ընկալումներով։ Մի բան, որը օրինակ Գիրք դատաստանի աշխատության միջոցով հնարավոր չէր ստանալ։ Այսինքն ստացվում է, որ այդ ժամանակ վարդապետած դասի թիվ 1 դեմքը բուն Հայաստանում նա Հայաստանում թիվ 1 իշխանի մերձավոր խորհրդատուն է եւ նրա խոստովանահայրը։ Ահա այսպիսի խորը վստահություն կար այդ ժամանակ Հայաստանում աշխարհիկ եւ հոգեվոր իշխանության թիվ 1 անձանց միջև։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։